territory between Armenia and Azerbaijan has flared up. Это столица непризнанной Нагорно-Карабахской республики. В Нагорном Карабахе, где наблюдается резкое обострение обстановки, Азербайджан и Армения снова обменялись обвинениями. Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման տիրող իրավիճակը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Շատերը հիմնվում են սեփական թղթակիցների փոխանցած տեղեկությունների վրա։ Ալ Ջազիրան տեսանյութ է տարածել, որում նշում է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները։ Տեսանյութում ասվում է նաև, որ ադրբեջանական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները։ CNN-ը նույնպես հայտնում է հրադադարի շարունակական խախտումների մասին, աղբյուրը նշում է, որ հայկական կողմը ունի 18, իսկ ադրբեջանականը 12 զոհ։ Евроньюզ լրատվականը նշում է, որ Հայաստանը հեշտքում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի հրադադարի մասին լուրերը։ Ըստ լրատվամիջոցի Երևանում պնդում են, որ շարունակվում են հրթիռակոծությունները, իսկ Բաքվի հայտարարությունը ինֆորմացիոն ծուղակ են անվանում։ Ռուսական առաջին ալիքը իր հերթին հայտնում է Լեռնային Ղարաբաղում կտրուկ սրվել է իրավիճակը, Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել։ Ռուսական Russia Today միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։ Russia Today թղթակիցն այցելել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ գտնվում են վիրավոր երեխաները։ Մենք գնում ենք դպրոց, երբ հանկարծակի պայթուն հնչեց, ես ընկա, մենք սկսեցինք օգնություն կանչել, այնուհետև տեղափոխվեցինք հոսպիտալ։ Երկու կրակոց հնչեց, մենք չէինք կարող թաքնվել, այս պատճառով էլ վիրավորվեցինք։ Հայկանուշ Հայրապետյան, օրագիծ։